Եվ այսօրվա արագին վերնակիրն է աջող սերմ։ Մարդը, որ ուզեց լավ լոլիկներ աջեցնե իր բարդեզի մեջ, գերտա խանութ և լոլիկի հունդ կքննե և վստահ ուզելալ, որ այդ լոլիկի հունդը, որ քնած էր, լավ դեսագին է, որբեսի լավ որագով լոլիկներ դա։ Եվ այն մարդեն, որ գքննե լոլիկը, իրեն գսե, միակ պանը, որ պետք ունի սկսե, ցան է, ջուր դուր և սպասե, որ աջի և մեծնա և լավ լոլիկներ հարաճ բերե։ Բայց այս մարդը առաջին երկուքը գնե, գցանե և ջուր գուտա, բայց երրորդ բաժինի մեջ դժվարություն կունենա, որ պետք է սպասեր, որ լոլիկ բերեր այս հունդը։ Առաջին օրը գցանե և ջուր գուտա և գերտա գբարգի։ Երկրորդ օրը գուքա նայելու թե ինչ պատահեցավ, հունդը արդյոք ծլած էր և գտեսնե, որ ոչ մեկ բան դուրս եկած էր։ Երրորդ օրը կորոշե, որ խոշորացույց մտնե և խոշորացույցով նայի, թե արդյոք ձլելու ոչ մեկ նշան կա և խոշորացույցով գնայի, գտեսնե ոչ մեկ բան, ոչ մեկ հունդ ծլած էր թեր։ Անշուշտ չի բավականանար, ադով չորրորդ օրը վստահալու համար, թե հունդերը արդյոք հոն են, գել է հունդերը ետ կփորե, գհանե դեսնելու, որ արդյոք անհետացան հունդերը, որովհետև փամը չեր ձլեր, գտեսնե, որ հունդերը լավ են, ետ կփորե գտնե դեղը, ետ գցանե։ Հինգերորդ օրը գգարթա, որ classical music եթե տնե, հունդերը ավելի լավ գաջին, գերտա մյուզիկ կպերը, Մոցարտի եղանակները գտնե, որբեսի հունդերը ավելի լավ աջին, նորեն, պամը չլար, անշուշտ, վեցերորդ օրը գերտա աջման լույսեր գտնե, հադուկ լույսեր, որ եթե փույսին վրա տնես, ավելի լավ փույսը գաջի, հագարակ, որ ամրան մեջտեղներ և արևը շատ զորավոր գզարներ փույսին վրա, ոչ մեկ լույսի պետք կգար։ Յոթերորդ օրը ուրիշ բանի մգտի մեկ, ձունգի գուքա և գսկսի հողին խոսիլ, քաչալերել հողին, որբեսի հողը լավ կորց դեսնե, գսե հողին գրնաս փուս ծնել այս հունդը, թուն գարող ես, ուժ ունիս, ամեն բան ունիս, որ գրնաս այս հունդը ձլիլ դալ։ Եվ թրացին, որ գտի դեր այս բոլորը, կովը գուքայրեն գսե, օքեյ ես գսե։ Եվ անշուշտ, վերջապես մի քանի օր վերջ, այս բոլորն էլ են վերջ, բզդիկ կանանչ ձիլմը դուրս եկավ հողեն, և այս մարդը, որ լոլիկի հունդերը ցանած էր, ըսկանչացած չի գիտեր ինչ պիտնե, գգանչ է բոլոր թրացիները մեծ խնջույք մգուտա, և ձիլին անունը ձիլիկ գտնե, և գսկսի սելֆի արնել ձիլիկին հետ Facebook-ին վրա, կամ թե Instagram-ին վրա տնելու, որովհետև իր լոլիկի հունդը ձլած էր։ Արդյոք այս անձը պամը գրծավնել այս հունդին աջելուն հետ։ Իրականության մեջ հունդը արդեն գաջեր։ Միան դժվարություն այն է, որ գաջեր ոչ թե այս ցանողին ժամանակացույցին հետ։ Not on the schedule that this guy wanted for this seed to grow. Այսօրվա մեր արագը գտնվի Մարգոս 4:26-29 համարներում մեջ գսե, աբա գսեր, Աստծո թագավորությունը Հիսուսի մասին է գսե, այնպես է, որպես թե մարդը հողին մեջ սերմ ցանե ու քնանա եւ արթնա, քիշեր ու ցորեկ եւ սերմը փուսնի ու մեծնա ու ինք չի գիտեր թե ինչպես։ Քանզի հողը ինքն իր մե բդուղ գուտա, առաջ խոդը, ետ կհասկը, անգե ետ լեցուն ծորենը հասկին մեջ։ Երբ բդուղը հասուննա, մանկաղը կորձի գսկսի, վասնզի հունցկի ադենը հասած է։ Այս ցանողին պես շատ հաջախ մենգալ գուզենք ամիջապես արդյունք տեսնել, մեր ցանածին։ Երբեմն գփորձենք ավելի շատ
հունդ ցանել, որովհետեւ հունդերը շուտ փուսնին։ Երբեմն ավելի բարձր գաղութենք։ Երբեմն հոգևոր cheerleading կնենք մարդոց, որովհետեւ իրենց մեջ սամված հունդերը աճին։ Եվ այս բոլորը նելով խորին թե պիտի իրենց աճումը արագնա։ Բայց Աստծո թագավորությունը այսպես չէ։ Աստված ամեն բան իր ժամանակացույցին մեջ գնե։ Մեր կորձն է միան ցանել եւ մտնոլորտը ստեղծել աճման, որբեսի ան հունդերը որ ցամվին աճին մեծնան եւ բդուղ բերեն։ Անգեզատ միան գրնանք վստահել Աստծո, որ Աստված պիտի աճեցնե, նույնիսկ երբ որ մենք ոչ մեկ աճում կտեսնենք։ Վստահ եմ բոլոր դալ այսօր ունիք սիրելներ, որոնց համար գաղութեք, որոնց մեջ հունդեր ցանած եք եւ դակավին ոչ մեկ բդուղ կտեսնեք։ Այսօրվա այս արագը մեզի համար քաչալերական է, որ երբ մենք այս հունդերը գցանենք, մնացածը Աստծո ցերտն է եւ Աստված իր ժամանակին բդուղները պիտի բերե։ Այս արագին մեջի անցին թերը շատ բարձ էր, որ հունդերը ցանե։ Հունդերը ցանե եւ այս հունդերը ցանելը միդումնավոր intentional գանխամտածված արարքն է, այսինքն պետք է որոշենք այս մեկնել, բայց անգյանտին ցեզի սեմ, որ ոչ մեկ բան գրնանք անել, պետք է հրաժարինք այս հունդին գարավարել է որբեսի աճի։ Մեր կորձը բարձաբես ավետարանին բարի լուրը բաժնեկցիլ է ուրիշներուն հետ եւ հավատար մորեն ապրիլ Աստուծո ուզածին պես եւ ադենադեն ազնվության մի քանի կորձեր եւ հույսի մի քանի խոսքեր տալ ուրիշներուն։ Չենք կրնար գերբարանափոխություն, transformation մեջտեղ բերել մեր չանկերովը եւ մեր զորությունովը։ Միակ բանը որ գրնան գնել ցանել է։ Երբեմն մեր ցանածին արդյունքը գրնալալ որ երբեք չտեսնենք, բայց մեր հավատարմությունը մեզ մեկ բանջվի, որ ցանենք ինչ որ ալլա, որովհետև անոր համար կանչված ենք։ Երբեմն ամենաբզդիկ հունդը որ գցանենք, բզդիկ աղոթքը մեգում հետ, քաչալերական խոսքը մեգումը, խոնար արարքը մեջտեղ գնա բերել բդուղներ, որ մենք երբեք չենք ակնկալել։ Համարը գսե ինք չի գիտեր թե ինչպես։ Այս կնշանակե թե Աստուծո հոգին է որ մագերեսին դագեն կկործե, չերևծող գերբով կկործե։ Եվ համարը կշարունակե գսե, երբ որ գքնանար եւ գարտնար, այս երկնային աճումը կշարունակվեր արդեն։ Մարդկային սահմանափակումները չեն գնար Աստուծո կորձը ոչ մեկ կերպով փոխել։ Երբ հունդը գծելի, եթե չի գիտեր, հունդը նախ կետնին դակ գծելի։ Նախքան իր գլուխը հողեն դուրս հանելուն, կետնին դակ գծելի։ Եվ մենք չենք գիտեր, թե մեր ցանած հունդերը որ մեկ սրտի մեջ արդեն ծլած է, բարձաբես թեր դեսնվելիք բդուղներ չգան մեր աչքերուն արջև։ Աստված է որ աճում գուտա։ Գսե համարին մյուս մասը գսե 27-ին մեջ գսե սերմը փուսնի ու մեծնա ու ինքը չի գիտեր թե ինչպես։ Ցանողը չի գիտեր, որովհետև ինքը չէ աճեցնողը։ Աստված է աճեցնողը։ Եվ ասիկա ամենի գրնալալ այսօր ամենամխիթարական խոսքը լա այս արագի մեջ շատերուս համար, որ գաշխատենք անցերու հետ երկար ժամանակ եւ կտեսնենք ոչ մեկ փոփոխություն, բայց Աստված սրդերուն մեջ ծածուկ տեղը կգործե։ Անկամը որ մենք հունդը ցանեցինք, Աստված կորձի կանցնի, նույնիսկ երբ որ մենք չենք տեսներ։ Եվ անհասկանալի է այս աճումը։ Ինչպես կլագսե քիշեր ու ծորեք, լրությամբ շարունակապար Աստված իր կորձը կկատարե
այս ցամված հունձերուն հետ։ Այսօր մենք կապրինք մշակույթի մեջ, որ գարժեքավոր է ակնթարթային արդյունքներ։ We value instant results. Ինչպես ուդելիքը, կուզենք McDonald's, Burger King երթալ, որ ամիջապես ջաշը ցերկերնից անցնի, ուդենք եւ երթանք։ Եվ հոգեվոր կորձի մեջալ, երբ հունդեր գցանենք, միշտ գագնգալենք, որ ամիջապես բդու դեսնենք։ Բայց Աստուծո թագավորությունը այս արագին համաձայն այնպես չէ։ Հունդը գամած գաջի եւ Աստված գաջեցնե։ Քանի որ մենք փամը չենք տեսներ, ասել չէ թե փամը չի բադահիր ներքին սրդի մեջ։ Քետնին դագը ինչպես ձիլը կսկսի ձլիլ, նույնպես ալ սրդերու մեջ հավատքի այդ հունդը, որ ցամվեցավ, Աստված անոնց վրա գաշխադի եւ մենք չենք հասկնար ինչպես Աստված գաշխադի, բայց օրը չորը պիտի տեսնենք այդ ձիլերը դուրս կան հողեն եւ պիտի ուրախանանք։ Եվ աջումի ցևը փուլեր ունի։ Ինչպես համարը գսե, նախ խոտ գսե, հետո հասկ, հետո լեցուն ծորենը հասկին մեջ։ Եվ ասիկա գծուցնե թե աջումը աստիճանապար է, it's incremental։ Եվ ասիկա հոգևորապես կրնանք առնել եւ տեսնել թե ինչպես խոդը սկզբնական մեգումը հավատքի արտնությունն է, որ մեկ խոսքով, Աստուծո խոսքին մեկ խոսքովը անոր մեջ հավատքի լույսը գծակի եւ հավատքի քայլը կսկսի առնել այդ անձը։ Եվ հասկին մասին որ գխոսի նկարակրե մեզի նկարակրի հասունության մասին եւ ինչպես քրիստոնյայի մեջ գամած կգերդվի առաքինություններ, developing Christ-like virtues։ Եվ երբ խոսի լեցուն ծորենի հասկին մասին, կտեսնենք, որ դերմը կհասնի, որ այլևս բդուղ կբերե, լադիկա ծառայության մեջ, վկայության մեջ եւ գամ Աստուծո սերը ցուցնելու ուրիշներուն իր կյանքով։ Համարը գշարնագե 28 գսրե քանզի հողը ինքն իր մե բդուղ գուտա։ Չենք կնար հրել այս ընթացքը, որ ավելի արագնա, չենք կնար հնարքներով ստիբողական ծևերով աջում մեջտեղ բերել։ Հավատքը հասունալու համար ժամանակ կուզե։ Կյանքեր փոխվելու համար ժամանակ կուզեն։ Աստված կհամբերե այս աջումին։ Արդյոք մենք ինչու չենք կնար համբերել, երբ Ալլահը մեր անձերուն հետ հավատքի մեջ աջելու եւ գամ ուրիշներու անձերու հետ, որ մեր կյանքերու մեջ Աստված դրած է, երբ չենք տեսներ աջումը, ինչու գաջավարենք եւ ինչու կներվինք։ Թեզի ասեմ, եթե իմ կյանքից նայելով, որ 1988-ի վեր այս եկեղեցին ծառայության մեջ եմ, եթե հուսահատեի իմ դեսածովս, որ ինչպես հունդը գցանեմ եւ փամը մեջտեղ չկար, շատոնց պետք է աս ծառայութենեն դուրս ելեի։ Բայց փառքը Աստուծո, որ ժամանակի ընթացքին դեսած ենք բդուղներ եւ դեսած ենք ինչպես Աստված այդ հունդերը որ գցանենք մենք կամած այդ կյանքերու մեջ գաջեցնե։ Եվ ադոր փաստը այս քալիք գիրագորվա մեր բնգրդությունն է, որ 6 անցիկ պատրաստ են մգրդվելու։ Չեմ գիտեր այս անցիկը երբ առաջին անգամ հավատքի հունդ մտցանվեցավ իրենց մեջը, բայց ժամանակը ասավ, որ որոշեն, որբեսի մգրդվին եւ Աստուծո բադվիրանը կատարեն։ Սիրելիներ, մեզի գինա խնամել։ Հունդը ցանելնես վերջ միակ բանը որ գրնան գնել խնամել է։ Ինչպես այս հունդը ցանողը պետք է չրեր, պետք է հոգ տաներ, պետք է պաշտպաներ այս թուփին որ պիտի ձլեր, մենք ալ սիրելիներ գրնանք Աստուծո խոսքով հորթորել մեգումը
հոգ տանել, որ աջին եւ պաշտպանել որքան որ կարելի է անոնց շուրջը լալով իրենց Աստծո խոսքով ծածկելու։ Բայց այս բոլորին դիմաց շատ հստակ է որ աջումը Տերոջը գինա։ Աջեցնելը Աստծո գործն է։ Եվ այստեղ Հիսուս հետաքրքրական բան գսե այս արագի մեջը որ մեզի գուրախացն է, մեզի հունցքին վստահությունը գտա, որ այս բոլորեն յետքը հունցք պիտի ունենանք։ Հունց պիտի ունենանք։ Ինչ որ Աստված գսկսի կատարելության կհասցնե գսե Աստծո խոսքը Փիլիպպեցիս 1:6։ Այս մասին համոզված եմ, թե ամոր սկսավ բարի գործը ձեր մեջ պիտի ավարտե մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ինչ քաչալերական խոսքեր այսօր բոլորիս որ ունենք սիրելներ, որոնց վրա աշխատենք, որ իրենք ալ Տերոջը ճանչնան եւ փրկվին։ Ժամանակին բդուղ պիտի դա այն հունդը որ մենք ցանեցինք։ Հունց պիտի կա։ Եվ ասիկա մեզի գուտա այսօր հույս եւ քաչալերություն, որբեսի մենք մեր ծառայության, մենք մեր ցանելու մեջ չտունանք, չհոգնենք։ Երբ կտեսնենք հարաճտիմության բզդիկ նշաններ, փարտանք Տերոջը, բայց չագնկալենք, որ մեկ օրվա մեջ, մեկ գիշերվա մեջ մեծ գերբարանափոխություններ, transformation տեղի պիտի ունենա։ Անիկա Տերոջը գործն է։ Եվ 29-րդ համարի մեջ գսե, երբ բդուղը հասունա, մանկալը կորձի գսկսի, վասնզի հունցքի ադենը հասած է։ Երբ որ ժամանակը շիդագ է, Աստուծո ժամանակն է, գսե Աստուծո խոսքը, որ հունցքը պիտի կա։ Եվ անշուշտ, ասիգա գխոսի անցերու, հադուկ անցերու հոգևոր հասունության մասին, եւ նույն ադեն գխոսի վերջին հունցքին մասին, երբ որ Աստուծո թակավորությունը իր թիվը պիտի լեցնե եւ Աստված այլևս թուրերը պիտի կոչե եւ Աստուծո թակավորությունը իր կատարելությամբ պիտի հասնի։ Բայց նախքանոն ասնելուն մենք արդեն կտեսնենք նշույլներ Աստուծո գործին մեջ, ուր հունցքի նշաններ հունց կա եւ մենք կտեսնենք փոխված կյանքեր, պատասխանված աղոթներ, հարաբերություններ, որ իրար մեջ գդրված էին, յետ կհաշտվին եւ անշուշտ հավատքի քայլեր, որ շատերը կառնեն։ Այսօր այս արագը մեզի գիշեցնե, որ մենք Աստուծո պետք է վստահենք։ Աստուծո գործընթացին։ We must trust God's process. Մեր չանքերը Աստուծո թակավորության մեջ բարաբիջ են։ Չներվինք, երբ որ ամիջական բդուղներ չենք տեսներ անցելու կյանքերներս։ Ամեն մեկ հունդ որ գծամվի հավատքի Աստված գիտե եւ գտեսնե եւ Աստված կորձի գանցնի Սուրբ Հոգին կորձի գանցնի որ այդ հունդը որ ցամվեցավ բդուղ հարաճ բերե։ Ուրեմն իմ թելատրանքս այսօր այս է բոլորիս, որ շարունակենք ցանել, շարունակենք աղոթել, շարունակենք սիրել մարդոց Աստուծո սիրով եւ վստահիլ, որ Աստուծո զորությունը, որ աջումի ուժն է, պիտի կործե իր ժամանակին եւ մենք պիտի տեսնենք բդուղներ եւ պիտի փառավորենք մեր հայրը, որ երկինքն է։ Եվ գուզեմ այս համարով վերջացնել Գաղատացիս 6-ը գսե, ուստի փարիկ կործել է չցանցրանանք, քանի որ հadouk ադենին պիտի հնցենք, եթե չբարդասենք, եթե չթունանք, եթե չհոգնենք, շարունակենք ցանել, որովհետև դերը պիտի աջեցնե եւ բդուղ պիտի բերե, հունցքը իր կատարելությամբ պիտի հասնի։ Դերը օրհնե բոլորիդ։